Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, ցեխ 1 տեսանյութի տակ հավանել կոճակը եւ միացեք մեր ալիքին։ Վրաստանի եւ Հայաստանի հավաքականների միջև հանդիպում իհարկե ցավալի էր հայ ժողովրդի համար, որովհետեւ սա շատ ծանր պարտություն էր։ Վրաստանի հավաքականը Արգենտինայի հավաքականը չէ, Իսպանիայի հավաքականը չէ, ուղղակի շատ քիչ տարբերությամբ հավաքական է, որը վերջին տարիների ընթացքում իր վրա աշխատելով ունեցել է որոշակի հաջողություններ, օրինակ անցած տարի Եվրոպայի առաջնության ժամանակ Վրաստանի հավաքականը կարողացավ դուրս գալ փլեյ-օֆ։ Իսկ ինչ անում մեր հավաքականը։ Հայկական ֆուտբոլի մասին երբևիցե մենք լավը չենք խոսել, չենք էլ կարող խոսել, շատ քիչ հաղթանակներ ամբողջ պատմության ընթացքում եւ ահռելի մեծ պարտություններ, եւ այս ամենից վատը այն է, որ շարունակական բնույթ է կրում եւ որևէ մեկը չի ասում, որ այս խաղաոճը, խաղամանկարդակը պետքա փոխվի, որովհետեւ դուք արդեն տասնյակ տարիներ sense պարտվում եք եւ պարտվելուն էլ ձև կա 6-1 հաշվով Հայաստանի հավաքականը պարտվում է Վրաստանի հավաքականին, վերջում վրացի երկրպագուները սադրանքի են գնում եւ հայ երկրպագուների ուղղությամբ ինչ որ իրեր են նետում եւ ավելի են սրում իրավիճակը, փորձում են նաեւ դրանով ինչ որ բաներ ապացուցել կամ ինքնահաստատվել, այսինքն որոշ մարդկանց մոտ հայ ժողովրդի հանդեպ հարգանքը բացակայում է։ Հայաստանի Հանրապետության ներսում մենք տեսանք, որ կրկին պարտություն տեղի ունեցավ մինչև Թիֆլիսի խաղը եւ հայ հասարակությունը վրացի երկրպագուներին, որոնք ժամանել էին Հայաստան Երևանում դիտելու համար խաղը, որևէ մեկին որևէ բան չասեցին, որևէ վիճաբանություն տեղի չունեցավ եւ իհարկե հայկական հյուրընկալությունը հաղթեց վրացական հյուրընկալությանը, բայց մենք նաև տեսնում ենք ներեգությունների տեղատարավ վրացիները ներեգություն են խնդրում, նույնիսկ Վրաստանի նախկին նախագահը ներեգություն խնդրեց, բայց Նիկոլ Փաշինյանի հետ Վրաստանի ղեկավարը, որը դիտում էր այդ խաղը հենց Թիֆլիսում, ներեգություն չխնդրեց եւ չանդրադարձավ այդ վիճակին, դե երևի դա ֆուտբոլային վիճակ է եւ քաղաքականությունը պետք չի խառնել ֆուտբոլի հետ, բայց Փաշինյանի հետ նստած ֆուտբոլ եք դիտում եւ վերջանում Հայաստանի պարտությամբ փոխանակ սպոփանքի խոսքեր ուղեք հայերին, մի բան էլ հայոյանքներ, վիրավորանքներ եւ շիշ նետել հայ երկրպագուների ուղությամբ, նույնիսկ թուրքերը իրենց այսպիսի բան չեն թույլ տվել։ Թուրքիա-Հայաստան խաղերի ընթացքում, վերջին խաղերի մասն է խոսքը, տիրել է հարգանք, որովհետև դա խաղ է, քաղաքականություն չէ, մարդիկ սպորտսմեններ են եւ ով հաղթեց, որևէ ձև, որևէ մեկը Թուրքիայի խաղացողների ուղղությամբ բան չի նետել, Թուրքիայի խաղացողների մենք որևէ բան չենք ասել, փոխադարձ հարգանքի հիման վրա տեղի ունեցել հայ-թուրքական ֆուտբոլային հանդիպում։ Բայց Վրաստանի հետ պետք է ավելի լավը լիներ։ Մենք իրանց լավ դիմավորում ենք, իրանք մեզ շշերով հարվածներ են հասցնում։ Իհարկե Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ տարածված տեղեկատվության համաձայն ուղղանվելու է FIFA-ի կողմից, բայց դա իհարկե ամենևին որևէ ձև հայ ժողովրդի զայրույթը չի սփոփելու, որովհետև դա անհարգալից դրսևորում էր ամբողջ հայ ազգի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարծում ենք, որ պետք է հեռանա։ Որևէ հաղթանակ հայկական կողմը չի ունեցել, ֆուտբոլիստները իրար չեն հասկանում, անհատականացված ինչ-որ խաղ է, խմբային խաղ գոյություն չունի, այսինքն համակարգված գնդակը մեր դարպասից հասցնել մինչև իրանց դարպաս, այսպիսի համագործակցություն հայ ֆուտբոլիստների միջև չկա, որը արդեն իսկ դատապարտված է այդ խաղի ձախողմամբ։ Եվ մենք կարծում ենք, որ սա նաև այս հարցը լուծելու համար պետք է Հայաստանում զարգացնել ֆուտբոլը։ Ինչպես են դա անում են հետևյալ կերպ։ Օրինակ Բարսելոնայի նախագահը գնաց Բաքու եւ այնտեղ պետք է բացվի Բարսելոնայի ֆուտբոլային դպրոցը։ Հայաստանում որևէ ֆուտբոլային դպրոց չկա միջազգային ստանդարտներին համապատասխանող, ուղղակի այնտեղից ֆուտբոլիստներ են հավաքել Ռուսաստանից, Եվրոպայից, տարբեր երկրներից, ֆուտբոլիստներ են հավաքել, որոնք չեն կարողանում
հայաստանյան ֆուտբոլիստների հետ համագործակցել, որովհետև լրիվ ուրիշ խաղաոճ է եւ Հենրիկ Մխիթարյանին եւս պետք է անդրադառնանք։ Նա այդքան բարձրունքներից հետո չէր կարող գտնվել այն հավաքականում, որը 6-1 պարտություն է կրում եւ մարդիկ նայելու էին վրացիները ասեին այս Մխիթարյանը չի որ օրինակ հիանալի խաղ է ցուցաբերում եվրոպական բարձրակարգ ակումբներում ու հիմա 6-1 պարտություն է կրում այդ ամբողջ պարտությունը Հերիկ Մխիթարյանի վզին էր կոտրվելու եւ նման բազմաթիվ դեպքեր մենք հիշում ենք եւ այդ իսկ պատճառով նա դուրս եկավ, բայց պարտությունները մնացին, այսինքն խնդիրը Հերիկ Մխիթարյանը չէր։ Հայաստանի հավաքականի միակ խնդիրը դա իրար չհասկանալն է, որը բերում է պարտությունների ձախողումների, բայց այս ժողովուրդը մեղ կա Ղարաբաղյան պարտություններ, ֆուտբոլային խայտարակ պարտություններ եւ այս մարդիկ Հայաստանի բնակիչները որևէ մի ուրախություն, հաջողություն չեն տեսնում այս պետության համար։ Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, միացեք մեր ալիքին եւ այս տեսանյութի տակ սեղմեք հավանել կոճակը, որպեսզի այն տարածվի եւ դուք դիտեք ամենահետաքրքիր իրադարձությունները Հայաստանին վերաբերող։ Միացյալ Նահանգների կողմից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն իսկ հասցրել են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնացումը շնորհավորել եւ կոչ անել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Սա նաեւ նշանակում է, որ Միացյալ Նահանգների այս նոր վարչակազմի գալը, որոնք եկել են իշխանության այն նպատակով, որ իրանք պետք է աշխարհի բերեն խաղաղություն եւ այդ խաղաղությունը միայն ռուս-ուկրաինական հակամարտությունը չի, այլ նաեւ հարավային Կովկասը մի շարք այլ տարածքներ, տարածաշրջաններ, մայրցամաքներ, որտեղ որ տարբեր պետություններ ունեն տարածքային խնդիրներ կամ այլ խնդիրներ, որոնք վերածվել են ռազմական, պատերազմական գործողությունների։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի այդ համաձայնագիրը, բայց դրանից հետո Ադրբեջանը միանգամից փոխում է իր ցանկությունների ուղղությունը եւ ասում է, որ երբեք չի ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ չի փոխվել Հայաստանի սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը որևէ ձև չի ենթադրում, չի պարտադրում, չի խոսում Հայաստանի հարևան պետությունների տարածքային ինչ-որ ցանկությունների կամ նկրտումների մասն, այսինքն մենք այդ սահմանադրությամբ որևէ մեկից տարածք չենք պահանջում, նպատակ չենք դնում մեր առաջ տարածք վերցնելու, այսինքն ինչ է կատարվում։ Ադրբեջանը ասում է, որ դուք ձեր սահմանադրությամբ տարածքներ եք ակնկալում Ադրբեջանից։ Հայաստանն ասում է, մենք ոչ կռիվ ենք ուզում, ոչ տարածքներ ենք ուզում, մենք ուզում ենք միայն խաղաղություն։ Մենք կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը հարավային Կովկաս կժամանի, ոչ թե ֆիզիկապես, այլ իր ուժը այստեղ նաև կդրսևորվի, որտեղ ինքը չգնաց ոչ Ուկրաինա, ոչ էլ Ռուսաստան, բայց ռուս-ուկրաինական հակամարտ